6 ոսկե, 9 արծաթե և 3 բրոնզե մեդալ։ Հենց այս արդյունքով է Գյումրու աթլետիկայի հավաքական թիմը վերադարձել օգոստոսի 5-ից 7-ը Արտաշատում կայացած համահայկական խաղերի առաջնությունից։ Համահայկական խաղերին մասնակից 22 գյումրեցի մարզիկ-մարզուհիների ցուցաբերած նման արդյունքը մարզիչների գնահատմամբ բավական բարձր է։ Նշենք, որ մասնակիցների թիվը համահայկական խաղերի այս մարզաձևում պատասխանատուների խոսքերով հասել է 500-ի։ Ոսկե մեդալակիրներ դարձան Ամալիա Շարոյանը, շատ բարձր կլասի մարզուհի է, այս օգոստոսի վերջին Չինաստանում կայանալու է աշխարհի առաջնություն եւ նա պատրաստվում է աշխարհի առաջնությանը։ Ուրեմն Ամալյան 3 ոսկե մեդալ շահեց, 400 մետր հեռացածք եւ 800 մետր վազկատարածություններում։ Կարելի է հերոսություն համարել Տիգրան Մգրտչյանին, որը 400 և 800 մետր վազկատարածություններում դարձավ չեմպիոն և 400 էստաֆետային վազքում գրավեց երկրորդ տեղը։ Մարզիկներից Քրիստինեն Հարությունյանը 2 ոսկե շահեց, 2 արծաթե մեդալ և Հերմինեն 1 ոսկե մեդալ։ Մեր 6 մարզիկներ նվաճեցին 10 ոսկե մեդալներ։ Օրինաչափ հաջողությունները պատահական չէին, մեր հաջողությունները ճիշտ է սրոական մակարդակից վաղուց դուրս է եկել աթլետիկա մարզաձևը համահայկական խաղերում ավելի ու ավելի լուրջ մարզիկներ են ներկայացնում արտասահմանյան երկրներից։ Մեր մարզիկների հաջողությունները շատ բարձր եմ գնահատում։ Տիգրան Մկրտչյանը, ով համահայկական խաղերին նվաճել է 2 ոսկե մեդալ, մինչ մասնակցությունը չէր էլ ենթադրել, որ կկարողանար մասնակցել խաղերին, քանզի պատրաստվում էր մեկնել բանակ ծառայության։ 23-ին արդեն դերտայի առավոտյան արդեն ժամը 10-ին ներկայանալ զինկոմիսարիատ, իմացա շատ անսպասելի էր բնականաբար, արդեն բանակի քեֆ է, տարողությունները սաղ երած էր, բարի չամպասած էր արդեն, ու եղավ այդ նորությունը շատ լավ եղավ, ես չէի պատրաստվել իհարկե համահայկականին պատրաստվել եմ 23-ից հետո մոտավորապես 12 օրվա ընթացքում, կար մտավախություն, որ լավ չի ստացվի, բայց լավ ստացվեց, 2 ոսկե մեդալ բերեցի, գոհ եմ։ Դա մեծ բան է մարզիկի համար, որ բանակային խնդիր է, գիտենք, աթլետիկայի համար և շատ մարզաձևերի համար լուրջ խոչընդոտ է բարձր արդյունքների հասնելու։ Ընդհանուր առմամբ մարզիկները գոհ էին իրենց արդյունքներից, սակայն նշեցին, որ նման արդյունքների իրենք հասել են միայն իրենց համառության շնորհիվ և իրենց մարզումների համար ստեղծված պայմանները համարեցին ոչ լիարժեք։ Մեր ելույթները բավականին լավ էր, 10 ոսկե մեդալ ունեցանք, և որից 2-ը ես 400 մետր վազկատարածությունում և 800 մետր վազկատարածությունում։ Ընդհանուր շատ լավ մասնակցեցինք։ Չեմպիոն եմ Հայաստանի, արդեն 2 տարի գործող չեմպիոն, 3:54:18 եմ վազել, Թուրքիա, Հայաստանի ռեկորդ, մանեժի, համահայկականին վազել եմ 1500, 1500-ից գրավել եմ երկրորդ տեղ, 5000-ս առաջի տեղ պատվավոր։ Առաջի անգամ եմ մասնակցում համահայկական խաղերին և շատ դժվար էր նվաճել ոսկե մեդալ, մանավանդ այն ձևում, որտեղ Հայաստանի չեմպիոն եմ ու կրկնակի չեմպիոն եմ, ու ինձ համար շատ մեծ դժվարություն էր այս մեդալը նվաճել ու շատ ուրախ եմ, որ կարողացա այդ կան մրցակիցների միջից կարողանալ առաջի տեղը գրավել և բարձր պահել թե իմ պատիվը և թե Գյումրու պատիվը։ Եվրոպայի կամ աշխարհի առաջնություններում հաղթանակներ ունենալու մասին ոչ մարզիկները, ոչ էլ մարզիչները դեռ չեն էլ մտածում։ Ինչքան որ պայմաններն են վատ, այդքան էլ նույնչափ վատ են երևի մեր արդյունքները, որովհետև եթե համեմատենք միջազգային արդյունքներին, դրանք ուղղակի անհամեմատելի են։ Նույն ձևի պայմանները անհամեմատելի են դասի հետ։ Պայմանները մեզ բավարար չեն, ձմեռն է շատ դժվար, ցուրտ, 28-29 աշճան մինուս։ Թույլ ենք մրցանակային տեղերից բավականին հետ ենք, քանի որ պատահական հաջողություններ աթլետիկայում գրանցել հնարավոր չէ։ Իհարկե, բոլորն է գիտեն, որ Գյումրի քաղաքը միակ քաղաքն է, որը ունի աթլետիկական մանեժ։ Գյումրիում 6 ամիս գրեթե ծմեր է, ու ծմերը մենք մարզվելու տեղ չունենք, մարզադահլիճ չունենք, մանեժ չունենք։ Մարզիչները եւ երեխաները ծմերը այդ ձյունը մաքրում են վազքուղիներից ու մարզումներ ենք անցկացնում այդ ցուրտ պայմաններում։ Շատ անգամ դիմել ենք, ամեն տարի միջնաժամկետ, ամեն տարի խոստանում են ու միջնաժամկետ, հաջորդ տարվա վրա են ասում։ Իսկ առաջիկայում գյումրեցի թեթև աթլետները պատրաստվում են մասնակցելու նաև այլ առաջնությունների։ Լուսնե Պողոսյան, Արթուր Մաշկարյան, այսօր։